Այս երկրում մոտ 30 տարի բոլոր հավատացյալներին կոչեցին աղանդավոր։ Պիտակավորեցին, գիտեք, մեղրի վրա էլ, եթե գրես ժավել, ոչ ոք չի ուտի։ Այս երկիրը ուզում այն, որ մեկին պիտակավորած լինի։ Այդ երբ ավետարանական եկեղեցիները դարձան աղանդավոր։ Եվ մարդիկ, լրագրողները, բոլորը չէ իհարկե, շատ լրագրողներ սկսեցին գրել, իրանց գրիչով գրել ու հալածել առանց հասկանալու ում, ու եթե հարց տար, թե ինչ աղանդավոր, դժվար թե իմանային։ Լսեք, ես մի բան ձեզ հարց տամ։ Ես այսօր ուզում եմ տամ ավետարանական երկրների անունները, միթե կարող ենք նրանց ասել աղանդավորական երկրներ, առաջինը ԱՄՆ, երկրորդը Հոլանդիա, Անգլիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Գերմանիա և մոտ 1 միլիարդ ամեն 6-րդ այս աշխարհում ավետարանական է։ Ու ինչ այսօր հռչակենք բոլոր ավետարանականներին աղանդավոր, շարունակում եմ սերինես։ Սողոմոն Թերելյանը, որ այդքան գլուխ են գովում, ինչու չեն ասում, որ ավետարանական էր, ինչի չեն ասում աղանդավոր Սողոմոն Թերելյանը։ Հրանդինքը, որ մահացավ այս վերջերս, ավետարանական էր, մեր լավ եղբայրն էր։ Մուսալերան 40 օրը կազմակերպիչներից մեկը, պատվելի Տիգրան Անդրեասյանը, ավետարանական էր։ Ավետարանական էր Մոնթե Մելքոնյանը։ Ավետարանական էր Վիլյամ Սարոյանը։ Ինչու չեն գրում աղանդավոր Վիլյամ Սարոյանը։ Եվ վերջով ցեղասպանության ժամանակ, երբ որ բոլորը փախնում էին, Արտասամանյան, գիտեք ով եկավ հայերին օգնության, որ ոտքերը կապում են, ձեռքերը կապում են, Եվրոպայի եւ Ամերիկայի միսիոներները, որոնք բոլորը ավետարանական էին։ Ստացվում է, որ մենք սիրում ենք մեղրը, բայց ոչ մեղուին։ Մեղրը ուտում, մեղուին սատկացնում, երբ է վերջանալու այդ ամեն ինչը։